Բարև ձեզ, հիմա հակակոռուպցիոն դատարանի դիմաց ենք, Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները այստեղ են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որոնք արդեն տևական ժամանակ նորոգնում են, այսօր Սամվել Կարապետյանի դատավարությունն է այստեղ ընթանում, կալանքի երկարաձգման կամ կալանքը հանելու որոշում պետք է կայացնի ինտերակցիաներով դատարանը, բայց խնդիրը ոչ միայն Սամվել Կարապետյանն է, այլ նաև Հայաստանում արդեն համատարած բնույթ կրող քաղաքական հետապնդումներն են, որոնցից չեն խուսափում բարձրաստիճան հոգևորականները, մեծահարուստ բարերարները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, լրագրողները, այսինքն Հայաստանը դարձել է մի երկիր Նիկոլ Փաշինյանի օրոք, որ կարող են մարդիկ բանտարկվել ուղղակի խոսքի համար, կարծիքի համար, կարծիք արտահայտելու համար։ Սա կոշտ ավտորիտարիզմին բնորոշ երևույթ է, ինչքան իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, այդքան մենք իրական կյանքում ականատես ենք լինում քաղաքական բռնաճնշումների, որոնք բնորոշ են բռնապետական ավտորիտար երկրներին, ու այս առումով ես կուզենայի մեկ կարևոր հանգամանք նշել, որ միջազգային կառույց կոչվածները, արևմտյան երկրների դեսպանատները, որոնք ժամանակին մեծ աղմուկ էին բարձրացնում Հայաստանում տեղ գտնող մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության ինչ-որ խնդիրների հետ կապված, ժողովրդավարության հետ կապված, բայց այսօր իրենք նայում են ու լուռ են այս ամենի հետ կապված, կարծես ոչինչ տեղի չի ունենում Հայաստանում, կարծես Հայաստանում բարձրաստիճան հոգևորականներ չեն բանտարկվում, կարծես Հայաստանում բարերարներ չեն բանտարկվում, քաղաքական գործիչներ չեն բանտարկվում, սա երկակի, նույնիսկ քառակի ստանդարտների մի քաղաքականություն է, սրանով նրանք Նիկոլ Փաշինյանին քարտ բլանշ են տալիս իր իշխանությունը պահելու համար դիմել բոլոր հնարավոր միջոցներին, իրավապահ համակարգը աշխատացնել հանուն իր սեփական իշխանության պահպանման և վերարտադրման։ Սա միանշանակ դատապարտելի երևույթ է, մենք Մայր Հայաստան կուսակցությունը դատապարտում են նման քաղաքականությունը, նման ձևով իրավապահ համակարգին օգտագործելը և միակ տարբերակ այս իրավիճակում բնականաբար իշխանափոխությունն է, հնարավորինս արագ իշխանափոխությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա բռնապետության, ավտորիտարիզմի ճիրաններից և հնարավորություն ունենա խաղաղ ճանապարհով զարգանալու։ Հիմա մենք այստեղ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, դատավարությունը, եթե չեմ սխալվում, արդեն սկսվել է կամ պետք է սկսվի, կարելի ասել հազարավոր մարդիկ են հավաքված դատարանի բակում, հարակից տարածքներում, մարդիկ սպասում են, որ հրաշքի նման բան տեղի ունենա և դատարանը արդարացի որոշում կայացնի, բայց հույսը այդքան մեծ չէ։ Մենք այստեղ կամերան թեքեմ, մարզերից, Երևանից հազարավոր մարդիկ են այստեղ հավաքվել։ Դեռևս այսքան։